Մտքերի, հա, չէ, ներողություն։ Հայաստան խմբակցության անունից ելույթ կունենա Արծվիկ Մինասյանը։ Հարգելի քաղաքացիներ, ակնհայտ է, որ իշխանությունը մանիպուլացնում է հերթական անգամ այն ինչ խոստացել էր եւ ոչ միայն դրժել է իր խոստումը, իրականացնում է ուղիղ հակառակ բաները, հիմա էլ փորձում է հիմնավորել եւ ըստ էության նկարագրել մի այնպիսի իրավիճակ, թե իբր իրենք ոչինչ չեն անում, օրենքով նախատեսված կարգն են պահում եւ այ անպարտաճանաչ քաղաքացիները խաթարում են այս իրավակարգը։ Մինչդեռ ինքնին այս համակարգի փոփոխությունը, երբ ծառայության վճարը փոխարինվում է տեղական վճարով, մի մասն տեղական տուր, ինչպես ասեց իմ գործընկերը Արման Ղազարյանը, շատ հստակ է։ Հարգելի քաղաքացիներ, համայնքի բնակիչներ, ձեզ զրկում են համայնքի կառավարմանը ուղիղ մասնակցելու սահմանադրությամբ երաշխավորված հնարավորությունից, որտեղ այս հարցերը օրինակ հանրաքվեով չեն կարող քննարկման առարկա լինել։ Երկրորդը, հսկիչների ինստիտուտի ներդրման եւ զննության ու այլ հարցերի հետ կապված ակնհայտ է, որ երբ որ այս ծառայությունից օգտվելու համար չվճարելը դուք դարձնում եք վարչական իրավախախտում, սկսում է ողջ ծավալով գործել վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի դրույթները։ Եվ այդ շրջանակներում, այո, հսկիչը դիմում է ոստիկանին, ասում է օգնի ինձ, որպեսզի ես ապահովեմ միջոցները, ոչ միայն զննություն, նաև վարչական ձերբակալության առումով։ Ստացվում է, որ քաղաքացիների նկատմամբ հսկիչը կիրառում է հարկադրանքի այնպիսի միջոց, ներառյալ իր մասնակցությամբ որևէ այլտեղ բացառություն չկա նախատեսված։ Երբ որ դիմում է ոստիկանին ու ասում է ինձ օգնես գործը անելու, ներառյալ ինքն էլ է մասնակցում զննությանը։ Սա շատ պարզ է, եւ ի վերջո հարց է առաջանում, ավարտում եմ խոսքս, իսկ հարց տվել եք, ինչի պետք է ծառայությունների համար վարչական իրավախախտման հարց առաջանա։ Օրինակ, հանրային հսկայական ծառայություններ կան, ջուր եք օգտագործում, գազ եք օգտագործում, հոսանք եք օգտագործում, այդ չվճարման համար վարչական պատասխանատվություն կա, թե կա դատական կարգով պատասխանատվություն գումարի գանձում։ Եվ այսպես շարունակ, այսինքն էության ավարտում եմ, էությունը քննարկելու փոխարեն դուք բերում եք, այո, եւ մեր քաղաքացիներին սարքում եք, ինչպես ընդունված է ձեր առաջնորդի խոսքում ասած, տուգանքի մատերիալ։ Ավարտեք։ Պարոն Մինասյան, այս տպավորությունն է, որ ամեն ինչ ուզում եք արագ զլնեք, որ հանկարծակի քաղաքացին այնպես չլինի, որ վճարի ու հանկարծակի այնպես չլինի, որ պետության մասնակցության մեջ բան։ Պարոն Դանելյանն էլ ասում է քաղաքացու ջեբը, քաղաքացու գրպանը Հայաստանի Հանրապետության բյուջեն է, Երևանցու գրպանը Երևան քաղաքի բյուջեն է։ Այդ տրամաբանությունից դուրս եկեք, իմը քոնը, ես հասկանում եմ ժամանակին, երբ որ վարչապետը դա կարամ իջնեմ ընդեղից խոսամ։ Համարեք իջել եմ ընդեղից եմ, ելույթ եմ ունենում, որպես վարողի լավ նստեք։ Դե մի խոսացեք տեղից, այդ կարամ չէ ասեմ, որ չխոսակ տեղից, դե մի խոսացեք։ Հաջորդիվ ելույթ կունենա քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Տուգանքի մատերիալ, չեն հիշում է, որ Սաշիկների եւ մնացածների ջեբներ է թում այդ փողը, տուգանքի մատերիալ, բառը սովորել են մեզնից, ինչ պատե անպատե վաղվտնում ասում են, խնդրեմ, պարոն Կոնջորյան, համեցեք։ Պարոն Մինասյան, որ ասում եք քաղաքացին տուգանքի մատերիալ չի եւ քաղաքացուն եք պաշտպանում, հիշեցնեմ, որ դուք եւ ձեր քաղաքական թիմակից Բագրատ Գալստանյանը այդ քաղաքացիներին անվանում է խորը անասուն։ Եվ այդ մարդկանց, երբ որ համարում եք խորը անասուն, չեք կարող հետո գալ եւ զբաղվել այդ մարդկանց շահերի պաշտպանությամբ։ Երբ որ այդ մարդկանց այդ նույն ավտոբուսների մեջ պատրաստվում էիք հրկիզել, հիմա այդ ավտոբուսներում նրանց չվճարածների համար նախատեսվող տուգանքի քննադատությամբ եք այստեղ զբաղված։ Այո, վարչապետն ասել է, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չի։ Եվ վարչապետն ինչ է նկատի ունեցել, որ ստեղծվել է մի համակարգ, որտեղ որ այդ համակարգի նպատակը իրավախախտումը կանխելը չի, այդ համակարգի նպատակը տուգանքի միջոցով քաղաքացուց փող կամելն է։ Այսինքն վճարիր եւ խախտիր, Սա է նկատի ունեցել վարչապետը, երբ որ ասել է քաղաքացին տուգանքի մատերիալ չի։ Հիմա դուք եկել եք վարչապետին ցիտում եք, բայց եզրահանգումը էլի սուտ եք անում։
Չնայած ձեզանից չպետք է ակնկալել ուրիշ բան, ասենք ստախոսությունը ձեր ամենամեղմ արատներից է, դուք terrorism եք պաշտպանում։ Ինչ ստախոսության մասին մենք պետք է բան անենք։ Պարոն Մինասյան, դες էլ եմ ասում, վարչապետն ասել է, քաղաքացին տուգանքի մատերիալ չի, նկատի ունենալով, որ չպետք է ստեղծենք այնպիսի համակարգ, որ քաղաքացուն տանք հնարավորություն ասենք, ինչքան ուզում ես փողը տուր, խախտի։ Սա լրիվ ուրիշ բան է։ Այս նախագիծն ինչ է ասում։ Ասում է, որ այն քաղաքացին, ով չի վճարում, այո, նա կարող է տուգանվել։ Եվ այս նախագիծը խրախուսում է օրինապաշտությունը եւ նախատեսում է տուգանք օրինախախտման համար։ Եվ սա մեր հայեցակարգային քաղաքականությունն է, որովհետև այսպեսին պիտի լինի մեր հասարակական հարաբերությունները։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այսօրվա տրանսպորտային համակարգն ու ռեֆորմները այն խոստման հետևանքն են վարչապետի, որը հնչել է, որ հուսահատության գազելներ Երևանում պետքա չլինեն, եւ այսօր Երևանում հուսահատության գազելներ չկան։ Իհարկե դուք ուզում եք Հայաստանը դարձնել մի հուսահատության գազել, հետո պայթացնեք այդ գազելը, բայց դա ձեզ մոտ չի ստացվելու։ Եվ այս նախագիծն էլ միտված է երևանցիների կյանքը ավելի լավը դարձնելուն, որովհետև այն մարդիկ, ովքեր որ պարտաճանաչ վճարում են, նրանք արժանի են, որ իրենց նկատմամբ մենք ունենանք արդարացի վերաբերմունք։ Շնորհակալություն, ելույթներն ավարտվեցին։ Եզրափակիչ